Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը, ողջունում եմ ձեզ Համայնհայության մայրաքաղաք Երևանից, այսօր հունիսի 5-ն է 2026 թվական, քարոզչության վերջի օրն է, վաղը լռության օր է, մենք իրար հետ չենք հանդիպի եթերում, որովհետև եթե նույնիսկ ես վաղը աշխարհաքաղաքական զարգացումների մասին խոսեմ, գիտեք իմ սովորությունը, մենք ինչպես ենք իրար հետ շփվում, աշխարհում ինչ էլ կատարվի, ես դա նայում եմ Հայաստանի դիտանկյունից, ոնց էլ վերլուծեմ, ինչքան էլ անկողմնակալ վերլուծեմ, կարող է հանկարծ ստացվի, որ մենք խախտում ենք օրենք, իսկ ես հարգում եմ օրենքը, բնականա չենք հանդիպի, ամսի 7-ին ընտրության օրը նույնպես, եթե հանկարծ չլինի անկանխատեսելի ինչ-որ մի բաներ, որ ես ստիպված լինեմ, եթեր մտնեմ եւ հրատապ ինչ-որ բանի մասին խոսենք։ Տա Աստված, որ նման բան չլինի եւ արդեն կհանդիպենք ընտրություններից հետո։ Այսօր քարոզարշավի վերջի օրը մենք լոռու մարզում էինք Հայաստանի շնորհապետական կուսակցության ակտիվի հետ, կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ շրջեցինք մի քանի բնակավայրեր, իհարկե լրիվ պատահական ստացվեց, որ վերջի օրը գնացինք Վանաձոր, այնպես որ հատուկ չէինք պլանավորել, բայց ինձ համար դա շատ պարտավորեցնող էր, որ թեպետ 49 տարի ապրում եմ Երևանում, բայց ծնվել եմ Վանաձոր քաղաքում ու դա ինձ համար իմ հայրենիքն է եւ ինձ համար շատ կարեւոր ու պարտավորեցնող էր, որ վերջի օրով գնացինք եւ ավելի շատ դա ոչ թե քարոզչություն էր, այլ ավելի շատ ոնց որ գնաս շփվես ինքդ ոնց որ այդ հող ու ջրից օրհնություն ստանաս, որպեսի առաջիկա քայլերի հետ կապված։ Պատահական չէր, որ նաև պապական գյուղել գնացինք, որը որ ես այնտեղ չեմ ապրել, չեմ ծնվել, բայց դա էլ շատ կարևոր է, ատեղ էլի ավելի շատ ոնց որ ստանաս օրհնություն, քան թե գնաս մարդկանց ներկայացնես, թե ինչ է արվել։ Բայց մի հարց էլ կար, որ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, այնտեղ գործին տեղյակ մարդիկ ասացին, որ լոռու մարզում Ֆիալետովո գյուղում սովորաբար ընտրության չեն մասնակցում, իրանք пассив են այդ ուղղությամբ, ասենք մի հատ գնանք տեսնենք ինչ է կատարվում, ի՞նչն է պատճառը, որ այդ մարդիկ չեն մասնակցում։ Բնական է, եթե գիտենք չեն մասնակցելու, վերջերով գնանք ու ասենք եկել ենք հաստատ մեր համար չեն գնալու քվեարկեն, առավելևս մի փոքր գյուղ է, բայց ուղղակի հարցը հասկանաս, մարդիկ մի քանի 100 տարի Հայաստանում ապրում են, այն մոլոկանների գյուղը ինչպես ասում են, եւ ինտեգրված չեն Հայաստանի կյանքին։ Ու գնացինք ճանապարհը մի քանիսը այնպես էր, որ անգամ ամենագնացները չէին կարողանում, հազիվ էին կարողանում գնալ, իսկ սովորական ճանապարհով գնացինք, այնպիսի դարուփոսեր, այնպիսի լճակներ, շատ հազիվ կարողացան գնալ այն ժամանակ, երբ որ ճանապարհը անցել է Մայրուղին անցել է գյուղի միջով ասֆալտ արած եղել է, այդ երկար ժամանակ որ արդեն դուրս է եկել, ոչինչ չի արվել։ Մի խայտառակ վիճակ, գնում ենք, մարդկանց հետ խոսում ենք, ասում ենք ինչ է կատարում, դե ասում է, ինչ, ոչ մի բան մեզ համար չեն անում։ Իհարկե այդ խայտառակ դարոփոսերի արանքում ինչ որ մեկին հաջողվել էր անցնել եւ Նիկոլ Փաշինյանի սրտիկը փակցնել, այս չէր տեսել, որ Նիկոլ Փաշինյանի սրտիկի ճանապարհին ինչ ճանապարհ է։ Եվ խոսում ես մարդկանց հետ ինչա կատարվում։ Բացարձակ ասում եմ ոչ մի պետական հոգացություն գոյություն չունի։ Բացարձակ։ Նույնիսկ եթե ասում եմ դպրոցի համար 2 սյուն պետք է տեղափոխենք, դրա համար 5 միլիոն դրամ փող էին ուզել եւ մենք դիմեցինք Ռոսատրուդնիչեստվային։ Իսկ կոյուղու համար դիմեցինք էլի Ռուսաստանին, իրանք այնպես չի որ մոլոկանների գյուղը, որոնք որ ավելի շատ են հին, իրանց ավանդույթները պաշտպանողներ են, այնպես խելքները գնում է Ռուսաստանի համար։ Իրանք այդպես չեն ընկալում։ Ավելի մեծ հաճույքով իրանք կդիմեին Հայաստանի իշխանությանը, քան Ռուսաստանի։ Բայց ստիպված են եղել դիմել, որովհետև Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել։ Եվ ինչ է ստացվում, տպավորություն է ստեղծվում, որ մեր քաղաքացիների համար մենք բան չենք անում, եւ Ռուսաստանից են հանում, հետո էլ մեծ խոսում, որ ասում են դե մենք ենք ձեզ պահում, բայց դրամ էլ տենց իրավունքից ենք խոսում, իրավունքի ուժով ենք ձեզ հետ խոսում։ Եվ այդ մի քանի միլիոն դրամը, որը ռուսները տվել էին, այդքանը մի падգամավորի կամ մի նախարարի պարգևավճար էր։ Ու դրա համար մենք պետք է տպավորություն ստեղծենք, որ Ռուսաստանն է մեզ պահում։ Բայց այդ մարդիկ մեր երկրի հարկատուներն են։ Այդ մարդիկ մեր երկրում բարիք են ստեղծում։ Ինչն է մեր արածը։ Եվ սա վերաբերմունք է, հասկանում եք։ Եվ այս ձևով մենք տպավորություն ենք ստեղծում եւ որովհետեւ այնտեղ տեսնում ես, որ եթե այդ մարդիկ ընտրությանը չեն մասնակցում,
Նշանակում է նրանք իսկ մենք բնակչությանը նայում ենք որպես ընտրող, հա, փաստորեն տենց ասում։ Եթե մեզ չեն ընտրելու, բայց մենք նրանց ցավը դառնով ինչի զբաղվենք, որ եթե մենք հո բնակչի հարցով չենք զբաղվում, մենք ընտրողի հարցով ենք զբաղվում, հա։ Էսա վերաբերմունքը։ Ընդհանրապես այդ մարդկանց ասենք ինտեգրվեք մեր երկրի քաղաքական կյանքին։ 300 տարին բավարար չէր, որ ինտեգրվեիք։ Ընտրեք ձեր ուզած մարդուն։ Պետությունը քվոտա է տալի։ Ազգային փոքրամասնությունները քվոտա է տալի։ Դուք քվոտայով падգամավոր ունեք ազգային ժողովում։ Էս ինչ է կեսօրին։ Ինչի՞ է տենց։ Բա պետություն, որը որ քվոտայով ազգային փոքրամասնությանը падգամավորի տեղա տալիս ազգային ժողովում, բայց նրանց ընդհանրապես չի հետաքրքրում նրանց գոյությունը Հայաստանում։ Գնացեք, տեսեք ու պատկերացրեք։ Մենք հաստատ ձայների համար չէինք գնացել։ Գնացել ենք, որ տեսնենք ի վերջո ինչ է կատարվում։ Էլի ընտրության հետ կապված մի բան էլ ասեմ, որ անցնենք առաջ։ Այսօր մի քիչ էլ ուշ եթեր մտանք, որովհետև հազիվ հասցրեցինք վերադառնալ, դե հասկանում եք, վերջի օրներ հոգնածություն եւ հազարով մի հարցեր առաջացան, բայց ոչինչ, հասցնենք մեր թեմաներին անդրադառնանք։ Ուրեմն տեսեք նաեւ ինչ հարցեր։ Երեք մեծ բանավեճներ ընտրացուցակների առաջի համարների հետ եւ Նիկոլ Փաշինյանը դիմեց նաեւ Գուրգեն Սիմոնյանին, Արամ Սարգսյանին, որ դիմեք թող գրանցումը չեղարկեն հզոր Հայաստան, ուժեղ Հայաստան դաշինքի, ինչու համար նաև Գուրգեն Սիմոնյանին ասեց, պետք է որ Գուրգեն Սիմոնյանին չասեր, որովհետև Գուրգեն Սիմոնյանն ասեց, բայց թե այդքան ինֆորմացիա ունեք, որ գործակալական ցանց եւ այլ, բան չեք կանխում։ Այսինքն համեն եք ասում, բան չեք անում։ Դե ասեց, մենք չենք անում, եթե մենք անենք պետք է ասեք ճնշում են, դուք արեք։ Բնական բան է այդ խայծը կուլ չէր տա Գուրգեն Սիմոնյանը եւ չէր դիմի, հասկանալի պատճառով, իմ իմաստով որն է, եթե դու ունես այդքան փաստ, դու ինքդ դիմի, ինչ ես ուզում որ մենք դիմենք։ Բայց Հանրապետություն կուսակցությունը իհարկե դիմել էր, դե դա այն կուսակցությունն է, որը հայտարարել էր, որ ինքը որ մտնի խորհրդան, ինքը ընդդիմություն չի, դա իշխանության մաս է կազմում ինքը, այնպես որ եթե ձայներ ստանան, տալու են Նիկոլ Փաշինյանին, այնպես որ այդ հարցում միանգամայն հասկանալի է թե ինչու համար, որ վաղը Նիկոլ Փաշինյանը եթե հանկարծ տեսնի մյուս կողմը շատ ձայն է ստացել, ասենք ուշադրություն դարձնի, որ ես չէ, բայց ուժերը այդ ուղղությամբ իրանք են բողոք ներկայացրել։ Չնայած կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող կասեցնել ընդհանրապես այդ դիմումի հիման վրա, բայց այդ դիմումը հիմք կհանդիսանա, որ եթե վաղը տեսնեն իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, ռեպրեսիաների կամ ինչ-որ բաների հետ կապված, Նիկոլ Փաշինյանը առիթ օգտագործի։ Սա լրացուցիչ անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հիմքեր է ստեղծում, որ եթե ընտրությունը իր ուզած չեղավ, այդ ընտրության արդյունքները չճանաչի եւ անցնի կոնկրետ գործողությունների։ Բայց դա միևնույն ժամանակ հիմքեր է ստեղծում, որ այդ մյուս կողմն էլ է դրան գնալու։ Երբ որ ամեն օր ես զգուշացնում եմ, որ ես մարդիկ պլանավորում են բախում, մարդիկ կա որ ասում են դե խոճապ մի տարածեք, ախր ես չեմ խոճապ տարածում, ես ասում եմ այդ է իրավիճակը, իրավիճակին գնահատական եմ տալի։ Սա էլ հերթական քայլ էր հիմքեր ստեղծելու համար, որ տեսեք, եթե ինչ որ մի բան մեր ուզած չլինի, բայց դա այտենց չպետք է լիներ, այտենց ուժեղացրեցիք, այտենց ամեն ինչ արեցիք, ձեզ համար մրցակից ստեղծեցիք, ռուսամետ ուժերի խաղեր տվեցիք, դաշտ մտցրեցիք, որպեսի հանկարծ մեր նման այլ ընտրանքային ուժերին դաշտ չմնա, հիմա հետո հասկացել եք, որ տեղները դնեղա մտածում եք, կարող է մենք ձեզ այդ հարցում օգնենք, ոչ, տուն ուղարկելու հարցում ձեզ կօգնենք, եւ նրան, ուրիշ հարցով բնականը շատ ծիծաղելի կլներ, որ ձեզ օգնեինք։ Եվ նաև մի բան էլ ուղղակի ասեմ, եթե ժամանակ կմնա այլ ընտրությունների հետ կապված խոսենք, այդ տեսեք, ասենք Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը նորաստեղծ կուսակցություն լինելով, հենց անմիջապես մասնակցելով ընտրություններին, այն խորհրդավորությունը, որ բաուն պրոյեկտն է եւ այլ սկսեցին քննարկել, բայց առանձնապես շատ կոշտ քննարկումներ չէր գնում այն ուղղությամբ, որ դե մտածում են, դե կուսակցությունն է կարող է շեմը չհաղթահարի, ինչ իմաստ ունի այդքան երկար խորը ուսումնաց, բայց երբ որ տեսան, որ կուսակցությունը շեմը հաղթահարում է տարբեր ուսումնասիրություններով ու տարբեր վերլուծություններով, արդեն հիստերիան սկսվեց, արդեն բացահայտվեցին։ Մի քանի կուսակցություններ, որ առանձին մասնակցում էին, բոլորը պասերով միացան եւ մտածեցին, ինչ անենք։ Միաթարված ենք կուսակցությանը, որ ասենք, բա ուր ենք ու կուսակցության մեջ հայտնի մարդիկ,
Բաուր են, որ այդ քննադատեն։ Հետո եթե ասեմ, բա այդ կուսակցության մեջ էլ հայտնի ինչ է, Էդվարդ Կանտինյանը հայտնի չի, հա, ուրեմն բերեք 5 կուսակցությունով պասերով հարձակվենք Կանտինյանի վրա, որովհետև տեսեք, որ դե ինչ է անում կուսակցության երկրորդ համարը եւ այլ եւ այլ։ Շատ ծիծաղելի է այդ ամեն ինչը, որովհետեւ մարդիկ քարոզչության են գնում, փոխանակ իրենց խնդիրներից խոսեն, ասում են Գուրգեն Սիմոնյանի կուսակցությանը մի ընտրեք, Նիկոլ Փաշինյանի պատվերն է Ռուսաստանի եւ այլ եւ այլ։ Ուղղակի մոռանում են մի բան, այն մարդիկ, ովքեր 22 տարի ինձ լսում են եւ այս ընթացքում լսում են Գուրգեն Սիմոնյանին եւ շատ բարձր կարծիք ունեն նրա մասին եւ շատ բարձր կարծիք ունեն մեր միանալու մասին, այդպես պարզուրակ բաների, պատահական անկապ մարդկանց կարծիքներին իրանք բացարձակ բանի տեղ չեն դնելու։ Եվ բացի դրանից էլ ամենաստոր բանը, որ արեցին, 11 վայրկյանանոց նյութ եք տարածում մի փրթեիմ խոսքից, որը 2 տեղից կտրած է։ 11 վայրկյանանոց։ Ու ոչ մեկի մտքով չանցավ, որ ասել եմ ստուգ ենք բնագիրը։ Լամա տեսնենք կարող է տենց բան չկա։ Այդ ինչ հասել այդ մարդը, որ 11 վայրկյանի մեջ 2 տեղից կտրեին։ Ու ոչ մեկի մտքով չանցավ։ Չանցավ նաև մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի մտքով, որի ներկայացուցիչը գնում հանրայինի եթերով ասում է, «Էս ինչ ա արել ձեր ցուցակի երկրորդ համարը»։ Բա մի հատ իրավապաշտպան իր ղեկավարը չէր ասել, ժողովուրդ, լա մի հատ նայենք, կարող է այս մարդու վրա շահ են անում։ Բան չի կտրած։ Լա ամբողջականը գտեք։ Չէ, առիթ էր։ Մտածում էին, որ կարող է մենք որ ձայն ստանանք, իրանց ձայները իրանց փոխարեն ձայն ստանանք։ Բա դա էր, որ պասերով մի քանի տեղ բոլորը իրար հետ տան, ովքեր որ այդ նիշի մոտ էին, որ այդ ձայները կստանան, բոլորը բացահայտվեցին։ Որևէ մտքով չանցավ մի հատ էլ իրավապաշտպան մեկը, որ ասենք առավոտից իրիկու մարդկանց ցավ ու դարդով ապրել, տապակվել, մի հատ մտքով չանցավ, ասի, բայց մի րոպե, այս ինչ է եկես մոնտաժել այս նյութը, լա ամբողջականը սրա ուր է։ Այդ էլ դնենք մի կողմ։ Բայց ի վերջո ինչ տեղի ունեցավ, այդ նույն Արման Թաթոյանը, որը տես խրոխտ կարակոտ ձևով Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում էր, այդ նույն Արման Թաթոյանին տված հարցին, որ մտնեք խորհրդարան ինչ կանեք, ինչ պետք է անենք, չեն բացառում, իհարկե համագործակցությունը Հզոր Հայաստանի հետ, անունը Ուժեղ Հայաստան էր, թե Ուժեղ Հայաստան, ներողություն, Ուժեղ Հայաստանի հետ չեն բացառում, նաև հա Ռոբերտ Քոչարյանին չեն ցանկանում, որ նա դառնա վարչապետ, բայց իր կուսակցության հետ չեն բացառում, դաշինքի հետ համագործակցությունը չեն բացառում։ Այսինքն մի անգամից բացահայտեց, որ ինչու համար էր այդ պայքարը մեր դեմ էր, որովհետև մենք ասել ենք ձայները որ ստանանք, ոչ նրանց ենք տալու, ոչ նրանց ենք տալու, բայց ինքը այդ ֆանտաստիկ փողերը ծախսելու համար ինչ որ մարդիկ պատվեր են, չէ՞ իջացրել։ Եթե անցնես, պետք է այդ մանդատով որոշում կայացնես, որևէ մեկը մի քանի միլիոն դոլար չի ծախսում նրա համար, որ մի քանի հոգի գնան, մի քանի 100,000 դրամ աշխատավարձ ստանան ժողովրդյան։ Մեր պարագայում գիտենք այդ մանդատի գինը դուք եք վճարել ձեր օգնությամբ եւ դուք էլ պահանջատեր եք, մենք էլ տերենք ձեր ձայներին։ Իրենց պարագայում վճարողը պետքա պահանջատեր լինի, ասի այդ մանդատով դուք պետք է մեր ուզած խաղերը խաղաք։ Եվ միանգամից բացահայտվեց, որ այդ մարդիկ այո մտածում են, որ իշխանափոխության համար պետք է միանանք Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի թիմին։ Այդ էր ինչ որ պետք էր բացահայտել, որը հանրայինի եթերում բացահայտվեց։ Եվ այդ մարդիկ ակնհայտ պարզեր, որ բոլորն էլ խաղում էին ռուսական դաշտում եւ բոլորը պասերով խաղում էին մեր դեմ։ Ես պարբերաբար իհարկե ներկայացրել եմ ամբողջական տեքստը, որ ես արցախցիների հետ կապված նման բան չեմ ասել, բայց այնքան իրանք ստորություն արեցին, որ չմտածեցին, որ այսօր շատ լարված է հարաբերությունները հայաստանցի Ղարաբաղցի շատ սրված, այդ մարդկանց գործիքի պես օգտագործել եք այսքան տարի, հիմա էլ տնից զրկված մարդկանց օգտագործեցիք, ինչ արեցիք, ինձ վատություն արեցիք, ինձ վատություն արեցիք, թե նույն արցախցիներին վատություն արեցիք։ Հայաստանցի ընտրողն է ինձ ընտրելու։ Հայաստանի ընտրողն ասում է քու ցավը տանեմ, միշտ էլ տեր ես կանգնել մեր խնդիրներին, ինչը մենք ռիսկ չենք արել, ասել դու արել ես ու հարվածը քո վրա ես վերցրել, դուք դրանից ինձ վնաս տվեցիք, առավոտից իրիկու պայքարել եմ, որպեսի այդ մարդկանց բացատրեմ, իզուր եք դուք Հայաստանից ու հայաստանցուց նեղացած, մենք հասկանում ենք ու ըմբռնումով ենք մոտենում տուն եք կորցրել, բայց դուք իզուր եք նեղացած, դուք տեղյակ չեք, թե ձեր գլխին ինչ են բերել ձեր ղեկավարները, տեղյակ չեք, թե ձեր գլխին ինչ են բերել ձեր խոպանչիները, որ եկել են Հայաստան ղեկավար են դարձել եւ ինչ օրն են դրել ձեզ շարքային Արցախցուն։
Այդ ենք բացատրել, հիմնավորել, ասել, որ այդ լարվածությունը, այդ ատելությունը դուրս գա, որ մարդիկ հասկանան Մադրիդի փաստաթղթով ինչ արե Քոչարյանի, ինչ օրինա իրանց գլուխը բերե։ Մյուսը ամբողջը չթվարկեմ։ Եվ այդ մարդկանց այսօր ասում եք, այդ մարդկանց բացարձակ մեծամասնությունը ընտրությանը չի մասնակցելու։ Իսկ մի մասն էլ, որը մասնակցելու է, ձայները արդեն կիսվել են Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի միջև։ Որևէ ձևով մենք այդ ձայների հավակնություն չենք էլ ունեցել, բայց ի սրտե պայքարել ենք նրանց իրավունքների համար ու ասել ենք Արցախի հարցը փակված չէ եւ նրանց իրավունքի եւ անվտանգության հարցը։ Նրանց հարցը կարող են տակ պահել միայն այն ուժերը, որոնք արևմտյան արժեհամակարգի կրող են, որտեղ միայն նրանք են համարում Արցախի հարցը փակված չէ։ Իսկ Ռուսաստանը հարցը փակել է, Հայաստանի իշխանությունը փակել է, բացատրել ենք ժողովուրդ ջան այդ ամեն ինչը ու ասել ենք ամոթ էր, որ դուք այ գնացիք նման քայլի եւ նորից օգտագործեցիք այդ մարդկանց։ Դրանից մեծ վնաս չտվեցիք, դրանից ցույց տվեցիք ձեր մակարդակը, թե ընտրությանը ինչի համար եք մասնակցում։ Ընտրությանը մասնակցում եք, որ մեկին սևացնեք։ Այդ է ձեր ընտրությանը մասնակցելու իմաստը։ Էնպես որ ուշադրությամբ կհետևենք զարգացումներին, մի քանի հարցի անդրադառնամ, որը նույնպես ընտրության թեմային է առնչվում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին։ Ռուսաստանը խնդրում է Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել Եվրամիությունում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ։ Անկախ նայած թե Հայաստանը որ ուղին կընտրի, Ռուսաստանը կպահպանի այդ երկրի հետ հարաբերությունները։ Եվրամիության անդամակցության մասին Հայաստանում օրենքի ընդունումը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանում։ Անտրամաբանական է այդ պահանջը, որպեսի հանրաքվե անցկացվի, ԵԱՏՄ-ում մնում ենք թե չենք մնում։ Կարելի է մտածել, որ կարելի է այդ հանրաքվեն անցկացնել, բայց մենք այդ խնդիրը չունենք։ Ուզում եք ԵԱՏՄ-ից Հայաստանին հանեք, որոշում կայացրեք, հանեք, ինչ մի խնդիր է։ Եթե մենք որոշում կայացնենք, դիմում ենք գրում Եվրամիության անդամակցության, ու դուք ասում եք դիմումից սկսած համատեղելի է, ասում ենք հաջողություն։ Որոշում կայացրեք, հանեք։ Մենք դնենք ժամանակացույցով, կազմենք, թե ինչ ընթացակարգով ենք ձեզ հաջողություն մաղթելու, զուգահեռաբար աշխատանք տանելով Եվրամիության հետ։ Բայց անընդհատ պարտադրել հանրաքվե, մանավանդ երբ որ դրա պարտադրանքը ուղղակի օրենսդիր չի պարտադրում, վերաբերում է ինչին։ Ժողովուրդը այսօր վախեցած սանկցիաներից ԵԱՏՄ-ի օգտին որոշում կայացնի եւ Վլադիմիր Պուտինն ասի, որ դե Հայաստանի ղեկավարը ես եմ, քո ժողովուրդը ինձ է ընտրել, էլ դու ինձանից ինչ ես ուզում։ Ով եք դուք։ Էս եք ուզում։ Մեր ժողովուրդը դա է անելու։ Հանրաքվեի կարիք չկա։ Հանրաքվեի փոխարեն այսօր ամսի 5-ն է, ամսի 7-ին կգնան քվեարկության եւ իրենց քվեարկությամբ իրենց կարծիքը կհայտնեն։ Այդ դա կլինի առաջի իսկ հենց հանրաքվեն, բավական ակտիվ ձևով մասնակցության եւ գնան եւ ձայն տան այն ուժին, որն ասել է, որ Հայաստանի ապագան Եվրամիությունն է եւ դուք էլ տեսել եք, որ եթե հանկարծ Ռուսաստանը սանկցիա է կիրառում, Եվրամիությունը անմիջապես ասում է ես ձեզ կաջակցեմ, դուք այդ խնդիրը չեք ունենա։ Բարեբախտաբար դուք դա տեսաք ընտրությունից առաջ։ Ռուսաստանն ուզում էր վախացնել սանկցիաներով, բայց ընդհակառակը Ռուսաստանը վախացրեց եւ դա հայ ընտրողը դա որպես մանր քայլ ընդունեց եւ տեսավ նաեւ ընդեղից միանգամից բարեկամական ձեռք մեկնելը։ Այդ տարբերությունն էլ տեսավ Ռուսաստանի եւ այդ տարբերությունը տեսավ Եվրոպայի։ Էնպես որ կարծում եմ, որ մեր հասարակությունը ճիշտ ընտրություն կկատարի եւ կգնա իր ձայնը կտա Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, որի նախագահն ու վարչապետի տեխնացուն Գուրգեն Սիմոնյանն է, որ ես էլ այդ ընտրացուցակում եմ ներգրավված եւ մենք մեր պարտավորությունները կկատարենք այն ինչ որ ձեզ խոստացել ենք ու բարեբախտաբար կկարողանանք մեր ստացած ձայներով կանխենք բախումը, որովհետեւ դուք տեսնում եք, որ երկու կողմներ հող են նախապատրաստում բախումների համար, որովհետեւ անկախ նրանից, եթե իրանք չեն հաղթել, այդ ընտրության արդյունքը չեն ճանաչելու։ Երկու կողմն էլ տենց է անելու։ Երկու կողմն էլ կարա մարդ անի փողոց։ Իսկ մենք ասում ենք ժողովուրդ ջան,
պետք է մեր ընտրվելով փակենք այդ ճանապարհը, որտեղ ամսի 7-ին ոչ մեկը չի ընտրվելու։ Ամսի 7-ին ոչ մեկը չընտրվելուց հետո շուտ կգաք մի հատ կնայեք հաջորդ փուլում ինչ ալում, ինչ ալում, առաջալիքը կոտրելուց հետո մենք գիտենք մնացած հետագա քայլերի հարցը։ Ոչ մի պարագայում մենք չենք օգնի ոչ այն կողմին, ոչ այն կողմին, որովհետև երկուսից որին էլ օգնես, նշանակում է նպաստում ես բախմանը, լեգիտիմացնում ես բախումը։ Ընդհակառակը մենք ասում ենք տվեք մանդատ, կանխենք դա, տվեք մանդատ, եթե հանկարծ նման խնդիր լինի, գնանք մտնենք արանքը եւ ասենք մեր երկիրը ցծումների մեջ չգցեք, որովհետեւ շատ-շատերը մտածելու են երկու կողմներ կողմնակալ են, անկողմնակալ ուժի կարծիքը շատ կարեւոր է լինելու կողմնորոշվելու համար։ Այնպես որ ձեզ պարզ հստակ սցենարն ասում եմ, որը 2 օր հետո պարզ է լինելու, 2 օր հետո էլ ենք, չէ, իրար աչքերի մեջ նայելու եւ իրար հետ քննարկելու մեր երկրի ճակատագիրը։ Այնպես որ ուշադրություն դարձնենք դրան, իսկ Պուտինը հերթական անգամ ասում է, եթե դուք ուրիշ որոշում եք կայացնեք, մենք Հայաստանի հետ միևնույն է լավ հարաբերություն ենք ունենալու։ Ավելի անտրամաբանական բան չի կարելի հասկանալ, իսկ ինչի պիտի վատ հարաբերություն ունենաք։ Ինչի։ Հայաստանի անկախ պետությունը եւ ինքը որոշում է կայացնում, իր ապագան տեսնում է մեկ ուրիշ համակարգի մեջ, ինչ ապատա է։ Բա մեզ ներկայացնում եք, որ մենք վոտերներ ենք ընկել, խնդրել են, որ մեզ ընդգրկեք, ու միայն շահի համար ենք եկել, որովհետեւ մենք շատ մեծ օգուտներ ենք ստանում ԵԱՏՄ-ից։ Հիմա ասում ենք շնորհակալ ենք, Ժողովուրդ ջան, այդքան մեզ օգնել եք, երեսով եք տվել, ներողություն, այս հազս էլ չանցավ, Ժողովուրդ ջան։ Ոչինչ ես մի 2 օրը որ չխոսամ կարող է դզվի, չեմ կարող ասել։ Հա անընդհատ մեզ երեսով եք տվել, որ մենք ԵԱՏՄ-ի շնորհիվ ենք գոյատևում, ԵԱՏՄ-ի շնորհիվ եւ այլ եւ այլ։ Հիմա ամաչել ենք, ասել ենք, «Էլ ձեզ չենք ուզում նեղություն տանք, մենք գնանք այնտեղ մեր հարցերը լուծենք, որտեղ այդքան մեր երեսով չեն տա»։ Ինչի՞ եք բա խառնվել իրարու հուզվել ու ասում եք, որ Հայաստանի կարիքը դուք ունեք։ Բաս մենք ենք ձեզ ինչ որ պարտ, բա դուք եք մեզ պահում։ Ախպեր ասում եք էլ մի պահեք մեզ, շնորհակալ ենք։ Ինչքան պահել եք գոհենք, ախպեր։ Հա պարզվեց տենց չի, հա։ Դե բա այդ էինք ասում էլի։ Այդքան էդ էինք ասում, Ժողովուրդ ջան։ Բա ասում եք Ռուսաստանին պետք չի նեղացնել։ Ախր Ռուսաստանը մեզ համար այդքան բան արել եւ այլ ասում եք, չէ։ Հիմա ասում եք ախպեր ջան գնում ենք։ Բան չէ Ռուսաստանն ասում մնա։ Այնե սանկցիաներ կկիրառեմ, եթե հանկարծ ուզենաս գնաս։ Բա մեզ էիք երեսով տալիս։ Նիկոլ Փաշինյանի հետևում շարունակում է Վլադիմիր Պուտինը, կանգնած քաղաքական ուժերն առաջնորդվում են արևմտյան չափանիշներով։ Նրանք դա վաղուց են ասում, չեն ամաչում, դա անում են բացահայտ։ Իրականում այստեղ ոչ մի վատ բան չկա, առաջնորդվում են ինչ որ արևմտյան չափանիշներով, եվրոպական չափանիշներով։ Իհարկե Վլադիմիր Պուտինի հետախուզական ծառայությունը երևի շատ վատ է աշխատում եւ տեղյակ չի, թե իրականում Հայաստանը ինչա կատարում։ Հայաստանում չկա Նիկոլ Փաշինյանի հետևում կանգնած արևմտամետ ուժեր։ Չկա։ Այն արևմտամետ ուժերը, որոնք ասոցացում են Նիկոլ Փաշինյանին, նրա թիկունքում չեն, նրա հետևը չեն պահում, նրա թիկունքը չեն պահում։ Նրանք ուղղակի կախված են Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունից։ Վերջ։ Իսկ այն իրական արևմտամետ ուժերը, մասնավորապես նաև Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի հետևում չի։ Ասում որ Նիկոլ Փաշինյանը մեզ արևմուտք չի տանում։ Մենք նրա հետ ինչ գործ ունենք։ Ինչի՞ մենք չգիտենք, որ ինքը չի անում դա։ Նույնիսկ համագործակցելու տեղ չկա, եզր չկա, որտեղ ինքը դա չի անում, Ժողովուրդ ջան։ Շանհայի համագործակցության կազմակերպությանը միացող Նիկոլ Փաշինյանի հետ կարելի է ընդհանուր ծրագիր անել, Ժողովուրդ ջան, ձեռեք առնում։ Նա Շանհայի համագործակցության կազմակերպությունը ասում է, պետք է բևեր ստեղծենք ընդդեմ արևմուտքի։ Ու դու գնում դիմում ես գրում միանում իրանց։ Անկախ նայած կմիանաս, չես միանա, կձգվի, երբ կլինի։ Եթե դու գիտես նրանց մտադրությունը ու դու գրել ես դիմում, վերջ, դու համարել ես, որ այդ կառույցին ես միանում, որը հակառակ է արևմուտքին։ Վերջ, այդտեղ այլևս կոմպրոմիս չկա, Ժողովուրդ ջան։ Եթե որևէ մեկն ասում է բազմավեկտոր քաղաքականություն կամ բալանսավորված, այո, գնանք միանանք Շանհայի համագործակցության կազմակերպությանը ընդդեմ արևմուտքի եւ գնանք արևմուտքին ասենք մենք ձեզ սիրում ենք, Ժողովուրդ ջան, մի հատ է սրտիկ ցույց տանք, Ժողովուրդ ջան, չգիտենք էլի ով ում ձեռ առել։ Մենք այդտեղ անելիք չունենք, այդտեղ չկա ոչ մի բան։ Պուտինը ուղղակի չի տիրապետում կամ լավ էլ տիրապետում է խաղեր է խաղում, պասերով Նիկոլ Փաշինյանի հետ խաղեր են խաղում։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցով
Հայաստանն այսօր փաստացի կրկնում է այն ուղին, որն անցել է Ուկրաինան 2013-14 թվականներին եւ անհրաժեշտ է լրջորեն մտածել, որպեսզի Երևանն ի վերջո չանցնի նույն այդ ճանապարհով եւ չհայտնվի նմանատիպ իրավիճակում։ Վերջերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը եւ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորիևիչ Լուկաշենկոն խոսում էին այն մասին, որ Հայաստանը ըստ էության կրկնում է Ուկրաինայի 2013-14 թվականների փորձը եւ այստեղ պետք է լրջորեն մտածել, որպեսզի չպատահի այն, ինչ պատահեց Ուկրաինայում։ Բանոր վերևը ասում էր Պուտինն, ասում էր ինչ որ կատարի մենք Հայաստանի բարեկամն ենք, Հայաստանի հետ հարաբերությունները նորմալ մնալու է։ Բայց ինչ հայտարարություն է, ժողովուրդ ջան։ Ով է Հայաստանի հետ անելու այն, ինչ որ արել է Ուկրաինայի հետ, Ռուսաստանը, ինքն է հարձակվելու մեր վրա։ Այսինքն եթե մարդը ցանկանում է գնա որպես սուվերեն պետություն իր որոշումը կայացնի, դուք կանգնում ասում եք երկրորդ Ուկրաինա կսարքենք Հայաստանում, պատերազմով եք վախացնում։ Ինչա մի հատ Ադրբեջանի պատերազմից վախենակ, մի հատ Ռուսաստանի պատերազմից վախենակ, բայց ստիպում եք, որ մենք էլ որոշում կայացնենք, ասենք հարգելի Եվրոպա, մենակ հարցը սննդամթերքը չի, դու մեզ անվտանգային հարցում շատ ավելի շատ ես պետք։ Խնդրում ենք այդ հարցը ի սկզբանե դիտարկել, որտեղ մենք արդեն այս մարդիկ մեզ ահաբեկում են պատերազմով։ Մի պատերազմի մեջ ներքաշվել եք, որպեսզի երկրորդի մեջ չներքաշվեք, բերեք հիմա այդ կանխարգելիչ քայլերն անենք։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, մենք գիտենք, որ հիմա ներկայիս ղեկավարությունը ես կասեի արհեստականորեն փորձում է երկիրը դնել խաչմերուկում, պատրաստվում է երկրի համար ընտրություն կազմակերպել, գնալ դեպի Եվրոպա, թե դեպի ԵԱՏՄ։ Մենք համոզված ենք, որ եթե քշերքի նժարներին դնենք եվրոպական կողմնորոշումը կամ կողմնորոշումը դեպի ԵԱՏՄ, ապա ԵԱՏՄ-ն Հայաստանի համար գերակշռում է։ Դա ավելի շահավետ է հայերի համար, դա ավելի շահավետ է, նրանք ավելի շատ փող են աշխատում ԵԱՏՄ-ում, նրանք ավելի լավ ապագա ունեն ԵԱՏՄ-ի հետ, նրանք ավելի արագ են զարգանում ԵԱՏՄ-ի հետ։ Ժողովուրդ ջան, ավելի աբսուրդ բան պատկերացնում եք, Եվրամիության շուկան 450 միլիոնանոց համարել ԵԱՏՄ-ի հետ համարժեք, ընդեղի կենսամակարդակն ու ընդեղին իր հետ չեք տեսել, ինչ ապրանք, որ ընդեղ տանես այդ շուկա մտցնես, դու կմտցնես թանկ գնով, որտեղ նրանց կենսամակարդակը բարձր է, գնողունակ պահանջարկը բարձր է, ինչ կա չհասկանալու, արտադրի որակով ապրանք տար թանկ գնով վաճառի, ինչն է պատճառը, որ մենք ավելի վատ ենք ապրելու Եվրամիության հետ համագործակցությամբ, կամ էդի չեք տենց հուզվել, մեզ մի բացատրում եք, թե մենք իմանանք մեր լավը որն է, բայց ով է ասել, որ Պեսկովի չափ գրագիտություն չունենք հաշվելու, ով է ասել, թողա քննություն հանձնենք իրար հետ։ Պեսկովն ընդգծել է, որ ամեն դեպքում որոշումներ կայացնողը հայ ժողովուրդն է, եւ նախագահ Պուտինն ասել է, մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար։ Ի վերջո մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում, եզրափակել է Պեսկովը։ Այսինքն ուզում եք ասեք Ռուսաստանում 3 միլիոն հայ է ապրում։ Չէ, ավելի շատ, ուրեմն 3-ից էլ շատ։ Այդ դեպքում հարց. կարող եք մի հատ վերջի մարտահամարի տվյալը ցույց տալ։ Դուք որտեղից եք այդ թիվը վերցրել։ Որ այդ թիվը ձեր երկրում թիվը ոնց է, օդում կրակելով։ Կամ նույնիսկ եթե ավելի շատ ապրում, հետո ինչ։ Ուզում եք ասեք շատ ուրախ եք մեր համար, մենք էլ ուրախ ենք ձեր համար, որ ուրախ եք մեր համար։ Հետո ինչ։ Հիմա չեմ հասկանում ձեր մի կողմից պրետենզիաները, որ Ուկրաինա կսարքենք ձեր գլխին, մյուս կողմը մնանք լավ բարեկամներ։ Այսինքն հավանական բոլորը կցվեք ասպարեզ։ Լավ տեսնեք, որը ազդեցություն կունենա հայ ընտրողի վրա։ Բայց հայ ընտրողը արդեն հասկանում է, որ ձեր այդ ճանապարհ գնալ չի կարելի։ Եվ դա նաև խնդիր է, որ մենք դա պետք է իմանանք։ Եվ առաջիկա ընտրությունների հետ կապված մարդկանց ասենք, ժողովուրդ ջան, այս մարդիկ մեր համար որպես գործընկեր լինել չեն կարող։ Որովհետև մենք գնացել ենք իրանց այդ փաստաթուղթ ենք ստորագրել, իրանք կանգնել են ասել են մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը Եվրամիությունն է, երկրորդը Ամերիկայի Միացյալ Նահանգները, երրորդը ԱՊՀ։ Եթե ձեր համար արտաքին քաղաքական առաջնահերթությունը եղել է Եվրամիությունը, մենք էլ ասում ենք, բա մեր համար էլ է դա, բա մենք իր հետ շատ լավ գործընկեր ենք ուրեմն, երկուսը ձգտում ենք գնանք Եվրամիություն։ Մեկը պարզում է դուք գնում եք օկուպացնում եք Ուկրաինայի տարածքը,
Եվրոպան սանկցիա է կիրառում, դուք Եվրոպայից նեղանում եք, երես եք թեքում, գնում եք, հասնում եք դեպի Չինաստան ու Հնդկաստան, նրանք էլ իրանց ուզածը ստանում են, լավ էլ գործընկեր չեք դարել, ուղղակի գնացել եք, մտել եք տակները։ Եվ այս պարագայում շուռ եք գալիս, ասում եք դուք մեզ դավաճանեցիք։ Ընկեր ջան, մենք ձեր հետ որ միացել ենք, դուք Եվրոպա եք գնում։ Դուք ձեր թղթերը դու հայտարարությունները չեք նայել։ Ո՞վ է ում դավաճանել։ Դրա համար մի քանի հարցեր նայենք մեր հարևանների հետ կապված, որովհետև դա շատ կարևոր է մեր առաջնահերթությունների հարցում, որովհետև դուք տեսնում եք, որ առաջիկայում ինչ կարող է տեղի ունենալ։ Մեկ է նայեք, մի բան էլ ասեմ, լավ, նոր անցնեմ դրան։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի սահմանադրությունն իրեն թույլ է տալիս վերընտրվել նախագահի պաշտոնում 2030 թվականին։ Այսինքն դուք հասկանում եք, չէ՞։ Այս մարդը չի հանգստանում, ժողովուրդ ջան, մինչև եկել է, մինչև վերջ չքանդի տուն չի գնա։ Այս այն մարդն էր, որ ասում էր 2 ժամկետից ավել ընտրվել է, արդեն մարդ կգժվի։ Բամ գիշ պետք է լի, որ ուզենա այլի ընտրվի։ Այդ մոռացել է ինքը, որ դա ասել է։ 7 տարուց ավել պաշտոնավարել, արդեն մարդ կխելագարվի։ Բայց արդեն 25 տարի է։ Գումարած նաև այն տարիները, որ բանի վրա գրել էր Դիմիտրի Մեդվեդևի գրել, էլի փաստացի ինքն էր ղեկավարում։ Բայց էլի մտածում է, որ 2030-ն էլ կընտրվի։ Ինքը 1952 թվին չի ծնվել, 32 թվին ինչքան է ալնելու, 78 տարեկան, հա, ճիշտ եմ հաշվում։ Հետո էլի է ուզում աշխատի։ Ինչ է ուզում իր երկրից։ Տենց էլ իր երկրում արժանի մարդ չի գտնվում, որ հետ քաշվի ասի ժողովուրդ ջան, հիմա թող երիտասարդները լեն, ես ինձանից հետո սերունդ եմ թողել։ Այն պաշտոնյան, որ իրանից հետո սերունդ չի թողել, որ առանց իրա գործը հրաշալի կգնա, նա շատ վատ ղեկավար է եւ շատ վատ մարդ։ Որտեւ առաջի հերթին մարդը ոտը ներս դրեց որևէ կազմակերպություն, որի ղեկավարն է, պետք է մտածի ով է իրան փոխարինելու, եթե ինքը այդտեղ չլինի։ Եթե ինքը չի ստեղծում իրանից հետո իրան փոխարինողներ, այն էլ շատ փոխարինողներ, որ մեկ ուրիշ հիմնարկել կգնան, մեկ ուրիշ տեղել կաշխատեն։ Ինքը շատ վատ մարդ է, վատ պրոֆեսիոնալ է ու վատ ղեկավար է։ Ինչ է նշանակում մի ամբողջ երկրի ղեկավարի համար մի 40 տարի մարդ չեն գտնում։ Եվ այս երկիրը ուզում է, որ Հայաստանը լինի իր ազդեցության տակ։ Ինչպես տեսնում եք Նիկոլ Փաշինյանն էլ նես դեմ չի, որ ինքը մի 50 տարի էլ ինքը ղեկավարի։ Բա իր համար էլ է ձեռնտու։ Ինքը Լուկաշենկոին կարա քննադատի, չնայած չի էլ քննադատում, ուղղակի Բելարուսի մասին է խոսում, բայց իրան Լուկաշենկոյի փառքը հանգիստ չի տալիս, չէ՞։ Լուկաշենկոն արդեն 32 տարի ղեկավար է ու չի պատկերացնում, որ առավոտ արտանա տենա ինքը նախագահ չի, ինչ անելու։ Խայտարակություն։ Ոնց կարա տենց լինի։ Ինչ գիտեք Նիկոլ Փաշինյանը արդեն Լուկաշենկո չի, վաղուց, ժողովուրդ ջան, վաղուց։ Էդ ենք ուզում մենք, բայց դրա համար Եվրոպա չեն ուզում, ժողովուրդ ջան։ Ինչ կա չհասկանալու։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի ամերիկացիների հետ կապը չի ընդհատվել եւ հաղորդագրություններ են փոխանակվել Բեյրութի դեմ հարձակումները դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Չնայած դրան բանակցային գործընթացում որևէ շոշափելի առաջընթաց չի գրանցվել։ Բայց եւ միևնույն ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի օրենսդիրները աջակցել են Բանաձևին, որը նպատակ ունի ստիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Քվեարկության արդյունքների համաձայն Բանաձևին կողմ է քվեարկել 215 կոնգրեսական, 208-ը արտահայտվել է դեմ, 4 հանրապետականներ միացել են դեմոկրատներին Բանաձևին աջակցելու հարցում։ Դե գիտեք, որ մեծամասնություն ունեն հանրապետականները, եթե իրանք որոշում կայացնեին հերթական անգամ չեղարկել, դա կկարողանային, որտեղ սա արդեն որերորդ անգամ այս հարցը բարձրացում է եւ հանրապետականները պաշտպանում էին Թրամփին։ Հիմա արդեն ասել են հոп, հերիքա, հանրապետականներն են միացել դեմոկրատներին։ Այսինքն սա առաջիկայում ցույց է տալիս, որ իրանք չեն ցանկանում այն ինչ որ անում է Դոնալդ Թրամփը կիսել, այն էլ նոյեմբերի 3-ի ընտրություններից առաջ։ Ստորին պալատի ներկայացուցիչների պալատի ընտրության հարցում, որը տեղի անում 2 տարին մեկ, եւ մեկ էլ սենատի, որը 6 տարին մեկ է, 2 տարին մեկ լինում է ռոտացիա։
Այսինքն այս պարագայում, որ կարող է Դոնալդ Թրամփը իսկապես մեծամասնությունը կորցնի, արդեն ցույց է տալիս, որ կորցնում է։ Այս քվեարկությունը նշանակալի առաջընթաց է Իրանի հետ հակամարտության շուրջ քաղաքական պայքարում, սա շատ կարևոր է, մենք մոտենում ենք նրան, որ կոնգրեսի երկու պալատներն էլ այս պատերազմն անօրինական հայտարարեն։ Սա հսկայական է, այն ինչ նա Թրամփը արել է, դառնում է ավելի ու ավելի անընդունելի, ասել է ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկման։ Այնպես որ դուք հիմա դա տեսաք, որ այս հարցում արդեն ասում են հերիքա, դու լուծումը չես գտել, այն 2 ամսյա ժամկետը, որ դու ունեիր հարցը լուծելու առանց կոնգրեսի, դու այդ պահը անցել ես, զինադադար ես արել, որ հաշվարկը փոխվի, միևնույն է դու լուծումը չես գտել, եթե լուծումը չես գտել, ինչ ես դա անում։ Եվ պատահական չի, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաոնին ինչ է ասում, չինական կողմը կտրականապես դեմ է մտածածին դրդապատճառներով Կուբայի պետական ինքնիշխանության ոտնահարման ցանկացած փորձի։ Սա ինչի համար եմ ասում, սա մի քանի օր առաջ էր, բայց ուղղակի ուշադրությունից դուրս էր մնացել, չինացիք ասում են չփորձես մեր այդ լավ հարաբերություն հաստատելու հետ կապված, նաև այսինքն մենք Կուբային էլ ենք տեր։ Իմացի, որ դա է։ Մենք չենք ասում են Թայվանը հանգիստ թող, մենք ասում ենք Կուբային էլ հանգիստ թող, սա ինչից է գալիս, սա գալիս է նրանից, որ Դոնալդ Թրամփը պահը բաց թողեց, որպեսզի Չինաստանի հետ հարաբերությունը կարգավորի։ Մի խնդիր կար, Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել, Չինաստանը հետ կքաշվեր։ Չես արել, հիմա Չինաստանը հասել է Կուբա։ Մենք ամփոփող կերպով հանդես են գալիս բոլոր երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման օգտին, ինչպես նաեւ դեմ ենք միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին։ Չինաստանը հաստատակամորեն աջակցում է Կուբային իր ինքնիշխանության եւ անվտանգության պաշտպանության գործում։ Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ Պեկինը չի ընդունում միջամտությունը այլ պետությունների ներքին գործերին։ Նրա խոսքով միջազգային հարաբերությունների բոլոր մասնակիցները պարտավոր են խստորեն պահպանել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները։ Սա այն է, որ Չինաստանին ոնց որ տեսակ Դոնալդ Թրամփը գնաց, ինչքան էր խոսում, ոնց են կարոտել սիրատոչոր հայացքով նայում էր Սի Ցզինպինին Չինաստանի, բայց ինչպես տեսակ, ոչ մի շոշափելի արդյունք Չինաստանի հետ հանդիպումում տեղի չունեցավ, ոչ մի նորմալ լուրջ պայմանավորվածություն ձեռք չբերվեց։ Եվ դա է պատճառը, որ հիմա մեկ ուրիշ գործընկերը Կուբայի ինքն էլ է ակտիվանում, սա էլ է մի երկու օր առաջ եղել, ուղղակի դուրս էր մնացել մեր ուշադրությունից։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո։ Մենք քաջատեղյակ ենք, թե ինչ է կատարվում մեր բարեկամ երկրի շուրջ, մենք պատրաստ ենք Կուբայի համար անել այն ամենը, ինչի ընդունակ ենք եւ ինչ թույլ է տալիս իրավիճակը։ Համենայն դեպս այն ինչի շուրջ մենք պայմանավորվել ենք, սրբորեն կկատարենք։ Սա նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ասում են, եթե դու Ռուսաստանի հարցը լուծել չես կարող, ուրեմն մենք սկի չենք թողի, որ դու Կուբայի հարցը լուծես։ Բա հիշացնում էր Մոնրոյի դոկտրինը, բա հիշացնում էր Լատինական Ամերիկայի ազդեցությունը Լատինական Ամերիկայի երկրների վրա 1823 թվականի Ջեյմս Մոնրոյի Ամերիկայի Միացյալ Նահանգների 5-րդ նախագահի մասին է խոսքը։ Բա ուրա, բարա Չնայած Մոնրոյի դոկտրինը դրա մասին չէր, ուղղակի ասում են չանենք ուրիշները գան գաղութացնեն, հազիվ ենք ուզում ազատվեն։ Դա չէր նշանակում, որ ուրիշներին չթողենք, հետո մենք գաղութացնենք։ Չի ստացվում, ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, չի ստացվում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, մենք դեռ ՆԱՏՕ-ի անդամ ենք, սակայն ՆԱՏՕ-ն էական փոփոխությունների կարիք ունի, Թրամփն ինքը կմասնակցի ՆԱՏՕ-ի հաջորդ հանդիպմանը Անկարայում։ Դրա մասին իհարկե հայտարարվել է, դրա մասին տարածվել է, որ այո, Թրամփը մտադիր է հանդիպել այնտեղ։ Բայց եւ միևնույն ժամանակ իրանք խնդիր ունեն ՆԱՏՕ-ի հետ լուծելու։ Ոնց անեն, որ ՆԱՏՕ-ի երկրներին չկորցնեն, ոնց անեն Ամերիկայի դիրքը չկորցնեն։ Բայց դա տենց չի ստացվելու։ Եթե Եվրոպայի հետ գործընկերությունը պատկերացնում ես լիարժեք, դու պետք է ուղղակի այն պարտավորությունները, որ ունի Ամերիկան, նաև այն կշիռը, որ ունի Ամերիկան, դրան պետք է համապատասխանես, ներողություն։ Եվ մեկ էլ մի բան էլ ուղղակի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրել է, որ ռազմածովային նավատորմը կալանավորել է միջազգային պատժամիջոցների տակ գտնվող եւ Ռուսաստանից եկող նոր նավթակիր
նավթագոր մեր վճռականությունը հաստատուն է եւ լիակատար այս գործողությունն իրականացվել է Ատլանտյան օվկիանոսում բաց ծովում մի քանի գործընկերների, այդ թվում Միացյալ Թագավորության աջակցությամբ։ Այսինքն դուք տեսնում եք, որ ինչ ասում նաեւ Թրամփը, ներողություն, Մակրոնը, անընդունելի է, որ նավերը շրջանցեն միջազգային պատժամիջոցները, խախտեն ծովային իրավունքը եւ ֆինանսավորեն այն պատերազմը, որը Ռուսաստանն ավելի քան 4 տարի մղում է Ուկրաինայի դեմ։ Այսինքն ընդգծված ցույց է տալիս, մենք կանգնած ենք Ուկրաինայի թիկունքին եւ մեր բոլոր լծակներն օգտագործել են, որ Ռուսաստանը լրացուցիչ եկամուտ չունենա։ Իսկ այդ ուղղությամբ նաև նայենք Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը, գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին ուղղված բացնամակում Զելենսկին առաջարկել է, որ Ռուսաստանի նախագահը հանդիպում անցկացնի երրորդ երկրում եւ բանակցությունների ընթացքում հաստատի լիակատար հրադադար, որովհետեւ Լավրովն ասում էր, որ Ուկրաինան դեմ է, չի ցանկանում խաղաղության, ոչ մի քայլ չի անում։ Հիմա Զելենսկին քայլն արել է, բա ուր եք։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ինչ է ասում։ Կրեմլը տեսել է Զելենսկու նամակը, այն ավելի ուշ կտրամադրվի Պուտինին։ Պեսկովը նշել է, որ եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, կարող է գալ Մոսկվա։ Բա այս ձևի եք դուք ուզում բանակցեք, մի հատ էլ Ուկրաինային մեղադրում եք, թե Ուկրաինան չի ցանկանում ձեր հետ բանակցի։ Այսինքն որպես ի՞նչ նա պետք է գա Մոսկվայում հանդիպի։ Երկու կողմը բանակցելու համար երրորդ երկիր չպետք է ընտրի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով Զելենսկու նամակը եւ Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպելու նրա առաջարկը հայտարարել է. հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին, նրանք պետք է դա անեն։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր կողմ որոշ դիճումների գնա եւ կարծում եմ նրանք կանեն դա, նշել է Թրամփը։ Եվ ինչպես տեսնում եք, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ընդհանրապես պետք է չուրախանար, ինքը պետք է իր լծակներն օգտագործեր Պուտինին ստիպեր, որ նա գնա այդ բանակցություններին, բայց դա դեռ չի անում, դրա համար ընդհանրապես մնացել է հույս հայտնել, որ լավ կլինի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին սենց չի կարելի չհարգել, ինչպես անում է հենց իր նախագահը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ասում է. Զելենսկին վերջերս ռուս գործարարի միջոցով ինձ հետ հանդիպում է խնդրել, սակայն ես դեռ հանդիպման իմաստ չեմ տեսնում։ Կիևը հանդիպում է խնդրում, բայց սարսափելի հանցագործություններ է կատարում։ Պուտինը կարծում է, որ Զելենսկու բաց նամակը պարունակում է անքաղաքավարության տարրեր։ Եվ ինչպես տեսնում եք, այս հարցում Ռուսաստանը որևէ ձևով չի ցանկանում գնա հարցը կարգավորելու, որովհետեւ դեռ ինքը հույս ունի, որ Դոնալդ Թրամփի աջակցությամբ մանավանդ գլուխն էլ Իրանում խառնա, կկարողանա Ուկրաինայի հարցերը լուծել, բայց ինքը չի կարողանում այդ հարցը լուծել։ Ինքը պետք է հաշտվի այդ մտքի հետ, որ այո, պետք է կանգնի եւ այդ պատերազմը դադարեցնեն, նոր աշխարհակարգ լինի, նոր խաղի կանոններով, որին մենք ուշադրությամբ սպասում ենք, որ տեսնենք ինչ ենք անում։ Դրա համար Ժողովուրդ ջան, սրանով ավարտեմ էլ շատ ձեզ չհոգնեցնեմ, եթե հավանեցիք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։